Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք հասարակական քաղաքական գործիչ, քաղաքական փորձագետ, մեդիա վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Այվազյանի հետ։ Պարոն Այվազյան, շնորհակալ եմ, որ կապվել եք մեզ հետ, շնորհակալություն, որ ընդունել եք հրավերը։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Խառը իրավիճակ է, հետընտրական Հայաստանն է։ Երևի բոլորս էլ հետևում ենք իրադարձություններին, մանդատներին, վերջի տվյալները 64 քաղ պայմանագիրը ունի մանդատ, ուժեղ Հայաստանը 29, Հայաստան դաշինքը 12 մանդատ, գիտենք, որ եղավ հայտարարություն, որ այս 1, 2, 3 ընտրական տեղամասերում, համարները չեմ ասում, քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, համարվում է, որ այդտեղ վերընտրությունը չի կարող անցկացվել, քանի որ հավասար պայմաններ չեն լինի, մարդիկ արդեն կիմանան ինչպես է վերջացել ընտրությունների վերջնական արդյունքները իմանալով, չի կարելի, որ նրանք գնան եւ նորից քվեարկեն, եւ այդ հայտարարությունը դժգոհություն առաջացրեց նիստին ներկա ընդդիմադիր կուսակցություններին, գիտենք, որ մեծ ցույց կա ԿՀ-ի դիմաց եւ գիտենք, որ Հայաստան դաշինքի առաջնորդ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Զվարթնոց օդանավակայանում թույլ չտվեցին լքել Հայաստանը։ Ահա այսպիսի իրավիճակ է այս պահին Հայաստանում։ Ինչ եք կարծում, դեպի ուր կարող է գնալ, դեպի թեժանա վիճակը, թե այնուամենայնիվ բողոքը իրենց կարտահայտեն եւ վերցնելով մանդատները կգնան ազգային ժողով եւ աշխատանքը կսկսեն ազգային ժողովում ընդդիմադիր ուժերը։ Իհարկե, կրկին շնորհակալ եմ։ Պետք է երևի սկսել նրանից, որ այսպես կոչված հավաքական ընդդիմության ամենագլխավոր շանսերից մեկն էր այդ վերահաշվարկը, որպեսզի կարողանային ԲՀԿ-ին անցկացնել խորհրդարան։ Եթե ԲՀԿ-ն անցնում էր խորհրդարան, ճիշտ է քիչ մանդատներով, բայց այնուամենայնիվ այսօրվա իշխանությունների վիճակը ավելի թուլանում էր խորհրդարանում, սահմանադրական օրենքներ իրենք այլևս չէին կարողանում ընդունել, այսինքն ավելի թույլ էր լինում իրենց դիրքը ներկա պահին կամ նախկինում էր։ Եվ դա իրենց թույլ կտար հետագայում արդեն այլ գործողություններ ծավալել։ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը բոլորը միասին այլևս հնարավորություն կունենային ավելի ցույցեր գեներացնել, հայտարարություններով հանդես գալ, որ տեսեք, ինչքան թույլ է դարձել Փաշինյանի իշխանությունը։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ շատ քիչ պակասեցին ձայները Գագիկ Ծառուկյանին, բայց վերահաշվարկի արդյունքներում այնուամենայնիվ նա չմտավ խորհրդարան։ Ինչ վերաբերվում է այնտեղ նոր քվեարկություններ անցկացնելը, ես չեմ կարծում, որ դա Գագիկ Ծառուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին կամ Սամվել Կարապետյանին ինչ-որ բան տալու է, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ակնարկն էլ շատ պարզ էր, եթե հաղթանակ է տարել 6 հաշվով Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, ժողովուրդը այդ մասին գիտե, հավանականությունը ավելի է մեծանում, որ քվեարկության արդյունքները այնտեղ ավելի շատ գրանցել քաղաքացիական պայմանագիրը իր օգտին, քան որևիցե այլ ուժ։ Դա պետք է որ իրենց ձեռնտու չլինի, սակայն քաղաքական հայտարարությունների համար սա շատ հրաշալի հայտարարություն է։ Մենք նաև տեսանք, որ մի քանի կուսակցություն իրար հետ միավորվել է հայտարարություններով ԲՀԿ-ի ուժեղ Հայաստանի Հայաստան դաշինքի կողքին հայտնվել է ԱԺԲ-ն, հայտնվել են Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունները, Լուսավոր Հայաստանը եւ էլի ուրիշներ։ Սա նշանակում է, որ փորձում են ընդհանուր մոբիլիզացիա իրականացնել իրենց ուժերի եւ ինչպես արդեն դուք նշեցիք, փորձելու են տարբեր ցույցեր անցկացնել Հայաստանում, բայց չեմ կարծում, որ մեծ հաշվով ինչ որ բանի իրենք կարող են հասնել։ Պարոն Այվազյան, շարունակեք, կներեք։ Համոզված եմ, որ իրենք ուղղակի չեն հասկանում այն իրողությունը, որ այդ համատարած ընտրակաշարքի արդյունքով իրենք այնպիսի իրավիճակում են հայտնվել, երբ որ օրինակի համար նույն Եվրոպայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից աջակցեցին Հայաստանի իշխանություններին, իսկ Ռուսաստանի իշխանությունների այդ վարկը շատ բան փոխեց նաեւ արտաքին հարաբերությունների մեջ Հայաստանի շուրջը, որը որ չի կարող չազդել նաեւ Հայաստանի ներքին քաղաքականության, այսինքն ստիպված է այսօրվա
իշխանությունը Հայաստանի այնպիսի նոր քաղաքականություն, նոր մարտավարություն սկսել այդ անդիմադիր ուժերի նկատմամբ, որը որ մենք 3 օրինակի համար չունեինք։ Բարի, ԱԺԲ-ի հայտնվել այդ ցուցակում դուք մատնանշեցիք, այո, հակնել էր այնտեղ եւ Լուսավոր Հայաստանը։ Եթե Լուսավոր Հայաստանի դեպքում, այդ երկու վերջին նշածների դեպքում հանրությունը այսպես իրար զարմացած չէր ուղարկում այդ հայտարարությունը եւ ստորագրողների ցանկը, ապա ԱԺԲ-ի հետ կապված բոլորը այսպես դա ոնց որ ինտրիգն էր ամբողջ։ Այդքան ուշադրություն չէին դարձնում հայտարարության բովանդակությանը, որովհետեւ պարզ էր բողոք է, դուք ճիշտ նշեցիք, այդ քվեարկությունը չթույլ տալը դա թեմա է, առիթ է, իսկապես խնդիր է, խնդրահարույց փաստ է, որքան ԱԺԲ-ի հայտնվել այդ ցուցակում։ Ձեր գնահատմամբ դա պատահական էր, թե ի սկզբանե այդ թվարկված, այդ ստորագրած ուժերը միասին են աշխատել, միասին են գործել։ Նախկինում դժվար ասել իրենք միասին են գործել թե չէ, բայց ինձ համար զարմանալի չէր, քանի որ բազմաթիվ միտումներ եմ նկատել իրենց քաղաքականության մեջ, որը որ մեզ հուշում է, որ իրենք թաքուն պրոռուսական քաղաքականություն են տանում։ Պրո-արևմտյան հայտարարություններ անելով, այնուամենայնիվ այնպիսի մեկ-մեկ քաղաքականություն են վարում, որը որ հստակ ցույց է տալիս Կրեմլի հետքերը իրենց քաղաքականության մեջ եւ այս առումով, եթե արդեն ԱԺԲ-ն է միանում այս ուժերին, ես կարծում եմ, որ բոլոր խաղաքարտերը ավելի բացահայտվում են եւ իրերը արդեն կարելի է կոչել իրենց անունով։ Եթե նախկինում մենք բոլորս տեսնում էինք ԱԺԲ-ի մեջ փոփոխված դաշնակցություն, այսպես ասեմ, քանի որ նրանց մի մասը, մեծ մասը նախկին դաշնակցականներ էին, իսկ այսօրվա դաշնակցությունը ավելի շատ ազդեցության տակ է Ռուսաստանի, շատերը կարծում էին, թե այդ ուժը այն ուժն է, որը որ ռուսական ազդեցություն չի ունենալու, բայց այսօր մենք տեսնում ենք, որ չէ, ցավոք սրտի մեծ հաշվով ամեն ինչ նույնն է։ Դուք ասում եք պրոռուսականության հետ եք կապում դա։ Ոմանք համարում են, որ դա ոչ թե պրոռուսականություն կարելի է անվանել, այլ հակափաշինյանականություն։ Ելնում եք այն ենթադրությունից կամ պնդումից, որ Փաշինյանը հակառուսական ընտրությունների ժամանակ Փաշինյանին տվել են մարդիկ, ձայն են տվել մարդիկ, ովքեր Ռուսաստանին ասել են ոչ, սա հակառուսական եւ պրոռուսականի այնուամենայնիվ ընտրությունների ժամանակ։ Մի փոքր ավելի բարդ է իրականությունը, ոչ հակառուսական, ոչ պրոռուսական, դե պրոռուսական ավելի ճիշտ ռուսական շահը այստեղ հստակ ներկայացված էր։ Իսկ նրանք, ովքեր որ քվեարկել են Փաշինյանի օգտին, նույնիսկ կարծում եմ, որ մեծ մասը շատ հարցերում Փաշինյանի հետ համաձայն չէ, բայց արտաքին քաղաքականության մասով հստակ էր հարցը, Հայաստանը լինելու է Ռուսաստանի գուբերնիա, թե չի լինելու։ Փաշինյանը ինքը հակառուսական գործիչ չէ, բայց Ռուսաստանին ձեռնտու քաղաքական գործիչ չէ, այսինքն Ռուսաստանի համար հարմար գուբերնատոր, նահանգապետք չէ, քանի որ ինքը վարում է անկախ քաղաքականություն, դրա համար ձեռնտու չէ, իսկ այն ուժերը, որոնք որ պատրաստում էին փոխարինել Փաշինյանին, նրանք հստակ պրոռուսական, նույնիսկ պրոռուսական էլ չասենք, Հայաստանը գուբերնիայի տրամաբանությամբ տանելու գաղափար ունեին։ Եվ ժողովուրդը այս ամենը տեսնելով ստիպված եղավ ընտրել Փաշինյանին, ընտրել անկախ ինքնիշխան Հայաստանը, որը որ չեմ կրկին ասում, որ հակառուսական գաղափարն, ուղղակի Ռուսաստանի մարզ չդառնալու ընտրություն էր սա։ Անուն նրա, որ Հայաստանը չդառնա Ռուսաստանի մարզ։ Հիմա տեսնենք առճակատում տեղի ունենալու թե ոչ։ Այդ հայտարարությանը հաջորդեց դիմադիր ուժերի հայտարարությանը, հաջորդեց Նիկոլ Փաշինյանի Facebook-յան ելույթը, երբ որ նա ասեց էլի նորից իր ձևակերպումներով եռագլուխ մաֆիան, ոչինչ անել չի կարող, նա ասում է ժողովուրդը հստակ պահանջում է ծնկի բերել, կործանել եռագլուխ մաֆիային եւ դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա, ես մեջ բերում եմ Փաշինյանի խոսքերը։ Եվ նա ասեց այնպես որ ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները, ես ձեր
Քարոզարշավի ժամանակ եմ ասել, դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը։ Ինչին ենք այս պահին ականատես լինում, մեծ ուժեղ արճակատում է սպասում, իսկապես ճակատի արճակատում է սպասում, թե սա խոսքեր են եւ Փաշինյանի կողմից գործով, դե օրինակ Քոչարյանին այո, թույլ չտվեցին, դրանից առաջ կարծեմ Նարեկ Կարապետյանին Լարսում կանգնեցրեցին, նա Լարսի միջոցով էր ուզում դուրս գալ, Գագիկ Ծառուկյանին թույլ չտվեցին, ինչպես է գործելու այս դեպքում իշխանությունը ձեր կարծիքով, ինչ է սպասվում։ Ես կարծում եմ, որ սա դատարկ խոսքեր չեն, շատ բան է փոխվել, այն մուրջ ցուցադրելու քաղաքականությունը չի այլևս։ Այս խոսքերի հետևում իրական քաղաքականություն կարող է լինել, տեսեք ինչ է տեղի ունենում։ Նախկինում, երբ որ Փաշինյանը ցանկանում էր նույնը անել, մոտավորապես, ինքը ուներ այն խնդիրը, որ Ռուսաստանից շատ կոշտ հայտարարություններ կարող է արվեին, նաև ներքին խնդրանքներ կային, Վլադիմիր Պուտինն էր խնդրանքով հանդես գալիս, իսկ հիմա Վլադիմիր Պուտինը ինքը անձամբ է այրում այդ կամուրջները եւ այրել է, էմբարգո է մտցրել հայկական ապրանքների նկատմամբ, շատ կոպիտ ձևով Ռուսաստանը միջամտել է Հայաստանի ներքին գործերին, ընտրություններին, միլիարդավոր դոլարներ են ծախսել, մարդիկ են ուղարկել ընտրություններին մասնակցելու, սա մեկ, այսինքն Փաշինյանը այլևս կաշկանդված չէ, որովհետեւ գործողություն անելու ընդդեմ այդ ընդդիմադիր կոչվածներին։ Հաջորդը ժողովուրդը միշտ Հայաստանի ժողովուրդը Փաշինյանից պահանջել է եւ Փաշինյանը չի արել։ Այդ քայլերին չի դիմել, չի կարողացել տարբեր հանգամանքներով, ամեն ինչ չի կարողացել երևի թե ամենայն անկեղծությամբ ասել, թե ժողովուրդ, ահա սա է խնդիրը Վլադիմիր Պուտինի հետ, ահա այսպիսի խնդիրներ մենք կունենանք Ռուսաստանի Դաշնության հետ։ Սա էլ երկրորդը, բայց ինքը ցանկացել է Հայաստանի ժողովուրդն էլ միանշանակ դա միշտ պահանջում էր Փաշինյանից, եւ ես տեղյակ եմ, որ Հայաստանի ժողովրդի մի մասի բողոքը Փաշինյանի նկատմամբ հենց դա է, որ դու չես բաժել Ռոբերտ Քոչարյանին, դու չես բաժել Սերժ Սարգսյանին, ինչի մասին է խոսքը։ Մուրճով պատտում էր, բայց ոչինչ չարեցիր։ Երրորդը, ես կրկին համոզված եմ, որ Եվրոպայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, բայց ավելի շատ Եվրոպայից պահանջելու են դա Փաշինյանից, քանի որ իրենք տեսան, թե ինչ ահռելի ազդեցություն ունեցավ Ռուսաստանը եւ այդ ազդեցության շնորհիվ որքան ձայներ ստացավ ընդդիմությունը, Փաշինյանը ստացավ մոտ 50%, մոտեցավ 50%-ին, բայց այդ ընտրակաշարքի, այդ աննախադեպ ազդեցության պայմաններում Փաշինյանի դիրքերը թուլացած են երևում։ Եվ հետեւաբար Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա որ միլիարդավոր դոլարների ներդրում է իրականացնում Հայաստանում, տեսանք արհեստական բանականության այդ մեծ բազային կենտրոնները, TRIP ծրագիրը եւ ելի շատ ուրիշ ներդրումներ, նույնն է նաեւ Եվրոպայի մասով։ Այդքան ներդրում որ անում են, այդքան մեծ ծրագրեր որ Հայաստանի հետ քաղաքական կապում են, իրենք միանշանակ ներքին կարգով կպահանջեն, որպեսզի Հայաստանի ներկայիս իշխանությունը, որը որ վարում է պրո-եվրոպական եւ պրո-ամերիկյան քաղաքականություն իրենց տեսանկյունից, չնայած որ ես կարծում եմ, որ ավելի պրո-հայկական քաղաքականություն է վարվում անկախ եւ մենք չենք ցանկանում Ռուսաստանի հետ արճակատման գնալ, բայց միանշանակ է, որ Եվրոպան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները իմ կարծիքով ներքին կարգով պետք է պահանջեն ինչ որ մի բան անել այդ ընդդիմության հետ։ Պարոն Այվազյան, մեր բանախոսները դե մենք անցած շաբաթ էլ էինք քննարկում, բայց իհարկե հրապարակումը եղավ Կիրակի օրը 3։ Մեր բանախոսները ասում էին, որ կասկած էին, այսպես արտահայտում, որ ընդդիմությանը կհաջողվի շատ մեծ քանակությամբ, մեծ թվով մարդկանց դուրս բերել փողոց։ Մենք ինչ տեսանք 3, դա զանգվածային ցույցեր էին, դա մեծ թվով մարդիկ էին դուրս եկել փողոց, թե փոքրաթիվ էր այնուամենայնիվ, ինձ մասշտաբն է կողքից հայացքով, ձեր դուք կարող եք ասել 3 գիշերը այդքան քիչ էին մարդիկ, այսօր կշատանան, վաղը կշատանան եւ դա կդառնա շատ մեծ զանգվածային ցույց ընդդիմադիրների։ Ընդդիմադիր ուժերը, մենք էլ նշեցինք ովքեր էին ստորագրել, թե բոլորը միասին միացել են։ Դա ղեկավարներն են, ղեկավարների ուրեմն իդեմս ղեկավարների են միացել, բայց այդ զանգվածը հանրության փողոցում է, պահանջում է,
թե ոչ, թե դա միայն նրանք են, ովքեր մասնակցել են եւ իրենց շրջապատն է։ Չեմ կարծում, որ շատ մեծ զանգված է, եւ չեմ կարծում, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտող զանգված իրենք կարողանան համապատասխան զանգված։ Չեմ ասում այդ տոկոսներով բոլոր մարդկանց կկարողանան դուրս բերել, բայց դե պետք է որ ինչ որ չափով իրենց տոկոսներին համապատասխան մարդիկ չկարողանան դուրս բերել, բայց ես համոզված չեմ, որ իրենք կկարողանան, նույնիսկ համոզված եմ հակառակի մեջ, որ իրենք չեն կարողանալու, քանի որ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այդ մարդկանց մեծ մասը ընտրակաշառքներով էր գնացել քվեարկության։ Եվ հետևաբար, եթե ընտրությունները ազատ, անկախ ընտրություններ լինեին, առանց ազդեցության արտաքին, ես գրեթե համոզված եմ, որ այդ կուսակցությունները չէին ստանա այդքան քվե, հատկապես ուժեղ Հայաստանը, առնվազն 3 անգամ քիչ ձայներ էր ստանալու։ Այսինքն կուսակցության ներկայացուցիչները, երբ որ ես հարցնում էի ճակատի, առճակատում մենք գործ ունենք կուսակցության ներկայացուցիչներ եւ Նիկոլ Փաշինյան, որը այլ կուսակցության ներկայացուցիչ է։ Այստեղ հասարակությունը գրեթե չի մասնակցում է իհարկե, ես չեմ ասում, տեսնում ենք, որ մարդիկ կանգնած էին, բայց հիմնականում այդպես է պետք գնահատել, հա երևի։ Ընտրություններին մասնակցող կուսակցությունների պայքարը շարունակվում է փողոցում, այսպես ասենք։ Իրանք կփորձեն շարունակել այս պայքարը փողոցում, քանի որ դա իրենց համար վերջի շանսն է, իսկ կրկնեմ, շատ բան է իրենց համար փոխվելու վատ իմաստով, Հայաստանի ներքին քաղաքականությունը այլևս նույնը չի լինելու։ Եվ շատ կոշտ քայլերի է դիմելու Հայաստանի ներկայիս իշխանությունը, այսինքն ընտրություններից հետո լրիվ այլ իրավիճակ կլինի Հայաստանում։ Ես գրեթե համոզված եմ, ժողովուրդը դժվար թե մեծ հաշվով միանա, քանի որ մեծ մասը ընտրակաշառքներով էր քվեարկել հանուն այդ ուժերի։ Դա չի նշանակում, որ շատ շատերը Փաշինյանի կողմնակից են, Հայաստանում իրոք կարելի ասել բաժանված է մոտավորապես 2 մասի, մի փոքր երևի իմ պատկերացմամբ ավել համակրում է Փաշինյանին եւ մի փոքր ավելի պակաս դեմ է Նիկոլ Փաշինյանին, բայց մարդկանց մեջ գիտակցությունը շատ հստակ է Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ, թե ինչի է ձգտում Ռուսաստանը եւ հաշվի առնելով թե որ ուժերն են պայքարում Փաշինյանի դեմ, ես չեմ կարծում, որ շատ մարդ է դուրս գալու։ Շնորհակալություն։ Հաջորդ թեման, որը քննարկվում է, հարցը քննարկվում է, համանդրական մեծամասնություն Փաշինյանը չունեցավ, այդ հարցին ուշիով հետևում էին Ադրբեջանում, համենայն դեպս իրենք փորձում են էլի նորից այսպես ցույց տալ իրենց պահանջկոտությունը այդ հարցի շուրջ, որ սահմանադրությունը փոխվի եւ համարում են, որ եթե համանդրական մեծամասնություն Փաշինյանը չունի, ապա խաղաղ պայմանագիր չի կնքվի, քանի որ համանդրության մեջ փոփոխություններ չեն լինի, բայց այդ ֆոնին մենք տեսանք, որ 3 Դիլիջանում էր Հիկմետ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը, օգնական ներկայացուցիչ, ինքը մի քանի այդպես պաշտոններ ունի, եւ մեր ուրեմն անվտանգության խորհրդի քարտուղարի հետ նրանք քննարկում էին շարունակում են քննարկումները հայ-ադրբեջանական խաղաղ պայմանագրի շուրջ եւ զուգահեռաբար եղավ լրատվություն, որ հենց Ադրբեջանից ի դեպ եղավ այդ լրատվությունը, որ Թրամփը նախանձախնդիր է, հենց այդ բառը օգտագործվեց, նախանձախնդիր է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը որքան հնարավոր է շուտ վերջապես ստորագրեն, հաստատեն իրենց ուրեմն համաձայնությունը խաղաղության եւ սկսեն մարդիկ աշխատել։ Ինչ եք կարծում, որ ուղղությամբ կգնան, Ադրբեջանը կշարունակի հրաժարվել, Ադրբեջանը կհրաժարվի խաղաղ պայմանագրից, Ադրբեջանը կշարունակի պնդել եւ սա փակուղի է, որ ուրեմն սահմանադրության մեջ փոփոխություն լինի, Հայաստանն էլ սահմանադրության մեջ այդ փոփոխությունը չի անի, այդ կետը չի հանի, բոլորիս հայտնի այդ կետը, որը տանում է մեզ ուրեմն անկախության հռչակագրին, եւ շարունակություն կունենա, այսինքն խաղաղություն չի լինի, ինչպես Փաշինյանն էր ասում, եթե համանդրական մեծամասնություն չունենամ, կլինի պատերազմ։ Իմ պատկերացմամբ այսօր հայ-ադրբեջանական հարաբերություններում կա երրորդ կողմ, եւ դա հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։
Սա շատ բան է փոխում եւ սա վկայում է այն մասին, որ միայն Ադրբեջանի ցանկություններով չէ։ Բայց Ադրբեջանը փորձում է իր հասարակությանը համոզել, որ մինչև Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Կարող է ունենալ տեղի հետևյալը. Ադրբեջանը իր հասարակությանը կտեղեկացնի այն մասին, ենթադրենք այսպես, եւ հավանականությունը բավականին մեծ է, որ այդպես էլ կլինի, որ հիմա մենք կստորագրենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, իսկ հետո արդեն Հայաստանը փոփոխություն կիրականացնի իր սահմանադրության մեջ։ Իրականում Փաշինյանը կարող է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, ընդհանրապես քանի 100,000 ստորագրություն է պետք Հայաստանի սահմանադրությունով, կարելի է ստորագրություններ հավաքել եւ արդեն այդ հարցը դնել հանրակրվեի։ Բայց խնդիրը նրանում է, որ մենք չպետք է ենթարկվենք ադրբեջանական սադրանքներին, ադրբեջանական պահանջներին, իրենց սահմանադրության մեջ էլ կան բազմաթիվ կետեր, որոնք որ մեզ չեն գոհացնում։ Սահմանադրության փոփոխության հարցը ավելի շատ Հայաստանին պետք է դատարաններում դատաիրավական համակարգի փոփոխման համար եւ այլ հարցեր լուծելու համար եւ ոչ թե հենց հռչակագիրը դուրս բերելու համար Հայաստանի սահմանադրությունից, բայց Ադրբեջանում միանշանակ կփորձեն իրենց հասարակությանը ներկայացնել այնպես, որ ահա տեսեք, մեր պահանջով է, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը անցկացնում է սահմանադրական հանրակրվե, սահմանադրության վերաբերյալ հանրակրվե։ Ընդհանուր առմամբ շատ վատ է այն խոսույթը, որը որ կա Հայաստանում, թե Ադրբեջանի պահանջով է Հայաստանի իշխանությունը փոխում սահմանադրությունը։ Սա շատ վտանգավոր խոսույթ է, ես կարծում եմ ու համոզված եմ, որ մենք այդ խոսույթից պետք է հրաժարվենք։ Շնորհակալ եմ, Ռուսաստանը այս ընթացքում դե չկրկնենք ինչ խնդիրներ էր առաջադրել Ռուսաստանը Հայաստանի հետ կապված, Եվրամիության հետ կապված, բայց հետընտրական շրջանում Ռուսաստանից եկող առաջին ուրեմն չէ, առաջինը իհարկե ընտրությունների անցկացումը կասկածի տակ դնելն էր, ես սխալ ասեցի, բայց համենայն դեպս ստացվեց լուր, որ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների լավացումը եւ ինչ է ասում, Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են, Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են խաղաղ կանխատեսելի հարավային Կովկասով։ Ես կուզեմ, որ այս հատվածի վրա ուշադրություն դարձնենք եւ դուք մեկնաբանեք ինչու է այսպես ձևակերպումը տվել Ռուսաստանի արտգործնախարարությունը եւ այսպես Ռուսաստանը եւ Թուրքիան շահագրգռված են կանխատեսելի հարավային Կովկասով, ինչը հնարավոր է ապահովել 3 գումարած 3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում համատեղ ջանքերով։ Եվ այսպես, ինչու է Ռուսաստանի արտգործնախարարությունը ողջունում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, բայց անպայման նշում, որ Ռուսաստանը եւ Թուրքիան են ինչ որ բանով շահագրգռված։ Հենց այդ երկրորդ նախադասությունը ես կարծում եմ, որ ավելի կարևոր է։ Իրենք խոսում են 3+3-ի մասին, երբ որ արդեն ոչ ոք այդ ֆորմատի մասին կարծես թե չի խոսում։ Ռուսաստանում շատ լավ հասկացել են մեկ բան, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվում են։ Ես պատահական չեմ համարում, որ հենց հիմա այդ հայտարարությունը արվեց։ Ես հիշեցնեմ, որ նախքան ընտրությունները մենք հաղորդագրություն ստացանք, որ կար սախալքալակ երկաթգիծը բացվեց, Հայաստանում պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ եւ երկաթուղուն հնարավորություն ունի միանալու նաեւ Հայաստանը։ Հրավիրող կողմը Հայաստանին, Թուրքիան եւ Վրաստանը, միայն Թուրքիան էլ չէ։ Թուրքիան եւ Վրաստանը։ Դրանից առաջ բեռնափոխադրումների մասով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թուրքիայի հետ եւ հիմա արգելքը հանվեց ուղիղ բեռների փոխադրման։ Փաստացի Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը ֆիզիկապես գոց է, բայց արդեն առևտուրը հնարավոր է Վրաստանի միջոցով, երկաթուղու միջոցով։ Այդ ամենը տեսնում են Ռուսաստանում եւ տեսնում են, որ սահմանն էլ շատ արագ, շատ շուտով կբացվի, տեսնում են նաև ընտրությունների այս արդյունքները եւ իրենք հասկանում են, որ իրենք դուրս են մնում բոլոր ֆորմատներից։ Եվ հիմա ստիպված իրենց քաղաքականության մեջ հայտարարությունների մակարդակով փոփոխություն է տեղի ունենում, կրկին հիշեցնում են 3+3-ի մասին, որ ինչ որ ձևով, ինչ որ չափով կարողանան մնալ տարածաշրջանում։ Թուրքիա, Ռուսաստան, Իրան
Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան, չէ, այդ ֆորմատում։ Բայց Վրաստանը չկա այդ ֆորմատի մեջ իրականում, քանի որ այնտեղ կա Ռուսաստանի Դաշնությունը։ Իսկ Ռուսաստանի Դաշնությանը համար այդ ֆորմատը կարևոր է, որ ինչ որ ձևով մնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ, քաղաքական, արտաքին քաղաքական իմաստով նաև հայ-ադրբեջանական հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ։ Եթե չլինի այդ ֆորմատը, Ռուսաստանը ընդհանրապես դուրս է գալիս հարավային Կովկասից եւ քաղաքական, արտաքին քաղաքական իմաստով այլևս չի կարողանում որևիցե լծակ ունենալ եւ բանակցողի դերակատարություն ստանձնել։ Ես կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է իրոք փոփոխության ենթարկվի եւ Ռուսաստանի ներկայությունը արդեն իզուր է այդ ֆորմատի մեջ, եթե Ռուսաստանին դուրս անեն, ապա այդ ֆորմատին միանշանակ կմիանա Վրաստանը եւ ամեն ինչ կարծում եմ կարող է իր տեղն ընկնել։ Շատ բան կախված է երևի թե եւ իսկապես Ռուսաստան, Ուկրաինա դրա մասին կխոսենք, նրանք իմիջիալուց երկու նախագահները հերախոսազրույց առանձին հերախոսազրույց ունեցան Թրամփի հետ, կարծես թե երկուսն էլ փորձում են ինչ-որ ձևով կանգնեցնել պատերազմը, մյուս կողմից թեժացնելով իրավիճակը ռազմաճակատում։ Սա մասին առանձին կխոսենք, կարևոր է Ռուսաստանը կարողանում է ինչ-որ ձևով թեթևացնել իր վիճակը ռազմի դաշտում, թե ոչ, բայց եկեք այդ 3 գումարած 3-ի հետ կապված, ինչ դուք ասացիք, դիտարկենք Իրանում ինչ է կատարվում։ Իրանում էլ դա էլ կխնդրեի, որ մեկնաբանեիք այս իրավիճակը, էլի այսօր գիշեր է եղել, այսօր 3 է եղել, փաստացի, երբ որ Իրանը եւ Միացյալ Նահանգները փաստորեն եկան ընդհանուր հայտարարի, ինչ որ բան հաջողվեց նրանց այնուամենայնիվ ստորագրել, բայց Իսրայելը ասաց, որ նա չի հարգելու այդ ստորագրությունը, չի հարգելու Միացյալ Նահանգների այդ որոշումը, այդ ստորագրումը։ Եկեք դիտարկենք ինչ ընթացք է հնարավոր, որովհետև Իսրայելը շարունակեց Լիբանանին ռմբակոծել, ինչը Թրամփը շատ ծայրահեղ նեգատիվ ընդունեց այդ փաստը։ Ինչ է հնարավոր, որ փոխվի Իրանում, այնուհետև նորից նայենք Իրանը եւ տարածաշրջանը, այդ 3 գումարած 3-ի հետ կապված։ Ուրեմն շատ կարևոր պատմական հաստատող ստորագրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, ճիշտ է դեռ on-line, բայց շուտով ամսի 19-ին Շվեյցարիայում այն արդեն իրականում կստորագրվի, դրանից հետո 60 օր բանակցություններ են եւ հետո արդեն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է ընդունի որոշում այդ պայմանագրի վերաբերյալ։ Հարցը նրանում է, որ Իրանը հրաժարվում է իր ատոմային ծրագրից։ Ամենակարևորը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար հրաժարվում է ունենալ ատոմային ռումբ, նույնիսկ ձեռք բերել ատոմային ռումբ։ Սա Թրամփի համար ամենակարևորն էր։ Երկրորդը Իրանը պահանջում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից հեռացնել իր ռազմաբազաները տարածաշրջանից։ Իսկ մենք այսօր տեսնում ենք, որ այդ փաստաթղթում, որը որ մասամբ հրապարակել հենց իրանական կողմը, այդ պահանջը փոխարինել է նրանով, որ չավելացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ներկայությունը տարածաշրջանում, ռազմական ներկայության մասին է խոսքը։ Կակետ 24 միլիարդ դոլարների մասին, որոնք որ սառեցված են Իրանին էին պատկանում, եւ հիմա այդ գումարը կամաց վերադարձվելու է Իրանին։ Կա խոսք նաեւ 300 միլիարդ դոլարի մասին, որը որ ի սկզբանե Իրանը ներկայացնում էր այնպես, թե որպես պատերազմի հետևանք Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավոր է տալ Իրանին, բայց այդտեղ էլ ձևակերպումը փոխվել էր իրանական հրապարակման մեջ, որից որ ես կարող եմ ենթադրել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իրականում շատ ավելի խորը պայմանավորվածություններ կարող է տեղի ունենան ապագայում, բայց հիմա միանշանակ բանավոր դա քննարկվել է, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցները կարող են մեծ ներդրումներ սկսեն իրականացնել Իրանում։ Ու սա նշանակում է, որ կարող է շատ բան փոխվել Իրանի քաղաքականության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Բնականաբար 1 օրվա ընթացքում դա տեղի չի ունենա, հեքիաթ կլինի, բայց դրա միտումները կարծես թե հիմա արդեն կարող են նկատվեն։ Չեմ ուզում շտապել, բայց ես ահա այդպես եմ տեսնում եւ այդպես եմ նկատում, որ կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ ապագայում արդեն համագործակցություն ծավալվի։
Ինչ վերաբերում է Իսրայելի կեցվածքին, դա ինչ որ միտեղ բնական էր, բայց ես չեմ հասկանում, թե Իսրայելը ինչպես կկարողանա շարունակել իր այդ քաղաքականությունը, եթե չունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների հավանությունը։ Իսկ մենք գիտենք Թրամփի կոշտ կեցվածքը, Թրամփի մոտեցումները տարբեր հարցերի նկատմամբ եւ մարդկանց նաեւ նկատմամբ, եթե ինքը լարվում է անձերի անհատների նկատմամբ, ինքը ամեն շատ է անհատականացնում, անձնականացնում, դրա համար ես չեմ կարծում, որ Նետանյահուն այստեղ շահի, եթե շարունակի այդ քաղաքականությունը Լիբանանի նկատմամբ կամ միայնակ ի վիճակի լինի պատերազմ սկսել Իրանի նկատմամբ։ Ապրենք, տեսնենք։ Այո։ Մեր տարածաշրջանին սա մեծ հնարավորություններ տալիս է, ես կարծում եմ, որ TRIP-ի համար հնարավորությունները ավելի լավանում են, այսինքն խնդիրներ մենք չպետք է որ ունենանք արդեն Իրանի հետ, հենց TRIP-ի մասով քիչ առաջ Փաշինյանը նույնպես ողջունել էր այդ խաղաղության համաձայնագիրը եւ կարծում եմ սա մեզ համար եւս շատ կարեւոր իրադարձություն է։ Միանշանակ եւ շարունակելով այո իհարկե Իսրայելը երբ որ ռմբակոծում է Լիբանանը այս ընթացքում Թրամփը տեղեկացրեց որ խնդրել է դիմել է իրանական կողմին որպեսզի պատասխան հարված չլինի բայց երբ որ Թրամփը այսպես ասած այլևս չմիջամտի միանշանակ Իրան-Իսրայել էլի ճակատում լինելու է, համաձայն չեք։ Շատ մեծ է հավանականությունը, բայց Իսրայելը մեկ ուրիշ բան է հաշվի առնում, քանի որ իրենք բավականին մեծ ազդեցություն ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության վրա, ինչպես ներսում, այդպես էլ դրսում, այսինքն նաև արտաքին քաղաքականության վրա իրենց լոբի շնորհիվ Իսրայելի մնում է ուղղակի զգուշացնել Թրամփին, որ եթե դու այդպիսի քաղաքականություն սկսես վարել, մեր նկատմամբ դու կունենաս խնդիրներ։ Այսինքն դա մնաց Իսրայելի հիմնական լծակը։ Իմ պատկերացմամբ։ Մեզ համար կգնամ ամենակարևորը այն է, որ տարածաշրջանում շատ բան փոխվում է ի օգուտ մեզ։ Հիմա ինչ է կորցնում այդ պայմանավորվածություններից Իրանը կամ ինչ է կորցնում Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեզ համար կարևոր չէ, քանի որ այդ պայմանավորվածությունների որից է կողմի կորուստները մեզ համար կորուստ չեն։ Միանշանակ, պարզապես այստեղ հարցը այն էր, արդյոք Իրանում այդ անկայունությունը ավարտվում է սրանով Թրամփի հետ համաձայնագրով, թե Իրանում անկայունությունը շարունակվելու է։ Այդ տեսանկյունից էի ես փորձում դիտարկել այսօրվա իրավիճակը, որովհետև մեկ բան է, ինչպես դուք եք նշում, այո, Իրано-ամերիկյան հարաբերությունները կարծես թե կարգավորվում են եւ դա միանշանակ մենք կզգանք տարածաշրջանում, այլ բան է Իրանը էլի խրվում է պատերազմի մեջ, այս անգամ Իսրայելի կողմից։ Դրա համար ուզում էի հարցնել այդ, եթե անգամ Իսրայել-Իրան առճակատում լինի, արդյոք դա բացաբար կանդրադառնա Իրանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների, Իրանի եւ մեր տարածաշրջանի իրավիճակին, որովհետեւ Իսրայելը գործելու է իր բոլոր հնարավորություններով։ Այո, իհարկե, բնականաբար մեր շահերի չի բխում, նույնիսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չաջակցեն Իսրայելին, միևնույն է դա շատ մեծ վնաս է հասցնելու մեզ, քանի որ Իրանը չի կարողանալու զարգանալ։ Բայց ես չէի շտապի այդպիսի գնահատականներ տալ, թե ոչինչ տեղի չի ունենա, հիմա խաղաղություն կհաստատվի կամ հակառակը պատերազմական գործողությունները կշարունակվեն Իրանի եւ Իսրայելի միջև։ Բայց մեկ բան ակնհայտ է, որ եթե Իսրայելը հանկարծ որոշի ռազմական գործողությունները շարունակել ընդդեմ Իրանի, ապա այս պայմաններում, երբ որ ինքը չունի արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը, կարող է փորձել ակտիվացնել ադրբեջանական մասը, քանի որ կային հրապարակումներ նաև ամերիկյան մամուլում, որ Ադրբեջանում շատ լուրջ ներկայություն ունի Իսրայելը, այսինքն իրենք կարող է փորձեն նաև այդ քայլին դիմել։ Չեմ կարող ասել որքանով կհաջողվեն, քանի որ հիմա Ալիևը հետաքրքիր շատ քաղաքականություն է կառուցում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Եվ դրանից բացի Ալիևը հասկացավ, որ Իրանը այնպիսի պարտություն չկրեց, որը որ շատ-շատերը սպասում էին, բայց Իսրայելին մնում է դիմել այնպիսի քայլերի նաև ինչ որ չափով ներքաշելով
Ադրբեջանը։ Այսինքն դրա համար շատ դժվար է հիմա այս առումով կանխատեսումներ անել։ Շնորհակալություն Գովազդ հայտարարենք եթերում, շարունակելու ենք զրույցը հայ-ռուսական հարաբերություններ, հայ-ադրբեջանական, հայ-թուրքականը նորից մի հատ տեսնենք ինչ առաջընթաց կամ ինչ իրավիճակ է այդ հանգույցներում։ Գովազդ է եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Էդուարդ Այվազյանի հետ, հասարակական քաղաքական գործիչ, քաղաքական փորձագետ, մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն։ Պարոն Այվազյան, ուզում եմ հիշեցնել Ռուսաստանի սառը, այսպես ձևակերպումները Հայաստանի հետ, երբ որ նա խոսում էր, հիշում ենք եւ ԵԱՏՄ-ի հետ կապված խոսակցությունները, վերջի շրջանում նաեւ ՀԱՊԿ-ի, մասնավորապես ասում էր դուք գնում եք դեպի Եվրոպա, Եվրոպան մեր թշնամին է, ով որ Եվրոպայի հետ է նա մեր թշնամին է, եւ ահա հիմա ընտրություններից հետո, երբ Պուտինը դեռ առ այսօր չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, չնայած շատ-շատերը շնորհավորել են, բայց մենք արդեն հիմա նոր լսում ենք, ես հիշեցնեմ այդ ձևակերպումը, ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ հնարավորություն է տեսնում 3+3 տարածաշրջանային համագործակցության շրջանակներում համատեղ աշխատանք, այսինքն հիմա համագործակցության մասին է խոսում, այնտեղ մինչ ընտրությունները խոսում էր ով ԵՄ-ի հետ է նա թշնամի է, նա մեզ հետ չի, դուք մեզ հետ չեք, այժմ նորից ուրեմն համագործակցության մասին է խոսում։ Ինչ-որ բան է փոխվել, ինչ-որ բան է փոխվել։ Շատ բան է փոխվել իրականում։ Ես կարծում եմ, որ
այլևս նախկինը չեն լինի հայ-ռուսական հարաբերությունները, չնայած որ հիմա կարող են փոքր լավանան, այսինքն հայկական ապրանքների նկատմամբ էմբարգոն ավելի թույլատրվի, դժվար է 100%-ով գնահատական տալ շնորհավորանք կլինի թե չէ, բայց ամենայն հավանականությամբ Ռուսաստանի շնորհավորանք կլինի։ Մենք տեսանք Կապիրկինի հայտարարությունը 2-3 օր առաջ Ռուսաստանի օրվա առիթով, երբ որ այնտեղ Հայաստանի պաշտոնյաներ էին նաև տեսփանատանը գտնվում, որ իրենք արդեն հաշվի կառնեն փոփոխված պայմաններում Հայաստանի հետ հարաբերությունները, Ռուսաստանը հաշտվում է, սովորում է նրան, որ Հայաստանը վարում է անկախ ինքնիշխան քաղաքականություն։ Նման ոճի հայտարարություններ ես հիմա չեմ կարող ճիշտ ձևով ցիտել, բայց գաղափարը նույնն էր, որ Ռուսաստանը արդեն համակերպվելու է Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, ուղղակի հույսով են, որ Հայաստանի հարաբերությունները ուրիշ երկրների հետ ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների չեն լինելու։ Այդպիսի հետաքրքիր հայտարարություններ։ Ինչ վերաբերում է կրկին այդ +3+3-ին վերաբերվող հայտարարությանը, դրանից առաջ նաև Պեսկովի հայտարարությանը, որ պաշտոնական ընտրությունների արդյունքները լինեն, հետո կխոսենք արդեն այդի մասին, մնացածի մասին, դա վկայում է հենց նրա մասին, որ իրենք պատրաստվում են ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այո։ Այսպես է։ Ես նույնպես ենթադրում եմ, որ դա է նշանակում, որովհետև հայ-թուրքական, հայ-ռուսաստանյան արդեն հարաբերությունների մասին են խոսում, գուցե եւ գուցե, տեսնենք։ Հայ-թուրքական, հայ-ադրբեջանի մասին խոսեցինք, որ Հիկմետ Հաջիևն էր այստեղ, հայ-թուրքական։ Դուք տեսնում եք, որ շարունակական դեպի սահմանների բացելն ենք մենք գնում, դեպի հարաբերությունների կարգավորում են գնում եւ ինչը կարող է այս փուլում դա լավ է թե վատ ձեր գնահատականը եւ ինչը կարող է այս փուլում խոչընդոտի այդ ընթացքը վատթարացնի հայ-թուրքական օրինակ հարաբերությունները կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Տեսեք, ես մեկ բան էլ կուզենայի ավելացնել, քանի որ Ռուսաստանը հասկացավ, որ ինքը այլևս չի կարող խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, դրա համար շատ արագ ձևով նաև հիշեց 3+3-ը քիչ առաջ էլ նշեցի, որ իրենք դուրս չմնան ընդհանուր խաղից։ Կարող է այստեղ էլ մենք տեսնենք Ռուսաստանի քաղաքականության մեջ փոփոխություն, երբ որ ինքը իր պրոքսի ուժերի միջոցով Հայաստանում ակտիվ փորձում էր քննադատել խնդիրներ ստեղծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ, հիմա կարող է փորձի հակառակը, ճիշտ է ոչ իրենց պրոքսի ուժերով, բայց ինքը ուղիղ հակառակ գործընթացը վարել, դերակատարություն փորձելով ստանձնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, որպեսզի դուրս չմնա։ Ինչ վերաբերվում է լավին թե վատին, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել, միանշանակ լավ է, բայց այստեղ կան խնդիրներ, այնպես չէ որ այստեղ չկան խնդիրներ, ես Հայաստանի օրենսդրության հետ այդքան ծանոթ չեմ, բայց եթե Հայաստանում օտար երկրյա քաղաքացիները կարող են գույք ձեռք բերել շատ հեշտությամբ, հող ձեռք բերել, դա կարող է ապագայում նաև խնդիրներ ստեղծել։ Օրինակի համար Վրաստանի օրինակով ես գիտեմ, որ Վրաստանի նախկին իշխանությունների օրոք օրենք էր ընդունվել, որ օտար երկրյա քաղաքացիները գյուղատնտեսական նշանակության հողեր ձեռք բերելու իրավունքներ չունեն եւ ելի մի շարք օրենքներ, որոնք որ հնարավորություն տվին Վրաստանին պաշտպանվելու հայ-թուրքական սահմանի բաց լինելուց։ Օրինակի համար տեսեք, մեզ մոտ թուրք մեսխետցիների վերադարձի վերաբերյալ Վրաստանը պարտավորություն է վերցրել դեռ Շևարդնաձեի ժամանակաշրջանում, հենց մեր Ախոցկա քաղաքում պետք է վերադառնային հազարավոր թուրք մեսխետցիներ։ Օրինակի համար հիմա որ Հայաստանում քննարկվում է 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը քաղաքական օրակարգ են բերել, ես չեմ տեսել բանակցությունների մեջ որ նման կետ լինի, նաև խաղաղության պայմանագիրը մենք տեսել ենք, չէ՞ նման կետ գոյություն չունի, այսինքն չի կարող նման կետ հանկարծ ավելանալ խաղաղության պայմանագրի մեջ, այդ կետերը բոլորը բանակցված են, նման կետ չկա։ Իսկ Վրաստանը պարտավորություն է վերցրել, որ տասնյակ հազարավոր թուրք մեսխետցիներ պետք է վերադառնան մեր տարածաշրջան, սահմանակից Թուրքիայի հետ տարածաշրջան։ Բայց ներսում այնպիսի օրենքներ են Վրաստանում գործում, որ իրականում դա անհնար է դարձել։ Ասածս այն է, որ հայ-թուրքական սահմանի բացումը լավ է, բայց շատ կարևոր միջոցառումներ պետք է իրականացվեն։ Տեսեք, դուք ասացիք օրենքներ։
Այո, դուք ասացիք դրան նախորդել է օրենքներում ինչ որ փոփոխություններ, որոնք զսպող կարգավորող դեր կխաղան նման իրավիճակների համար եւ հորդորում եք երևի թե մեր իշխանություններին եւս այդ մասին մտածել։ Բնականաբար։ Այո, եւ հիշենք նաեւ, որ ընտրությունների գիշերը Նիկոլ Փաշինյանը Կոբախիձեի հետ կարծես թե խոսեց, Մակրոնի հետ էր խոսել եւ Կոբախիձեի եւ առաջինը, եթե ես չեմ սխալվում, չնայած դա այդպես էական չէ, առաջինը շնորհավորեց եւ Սալոմե Զուրաբիշվիլին եւ Կոբախիձեն, առավոտյան Կոբախիձեն, գիշերը կարծեմ Սալոմե Զուրաբիշվիլին։ Գիշերը Կոբախիձեն հասցրեց շնորհավորել։ Կամ գիշերը հասցրեց, այո, երկուսն էլ շնորհավորեցին, հետաքրքիր էր։ Հայ-վրացական հարաբերությունների մասին կուզեմ մի երկու խոսք ասեք, ինչի մասին էր դա վկայում Կոբախիձեի հետ զրույցը եւ Կոբախիձեի շնորհավորանքը առաջիններից։ Փաստացի Վրաստանը հիմա ամենախոցելի իրավիճակում է հայտնվել, քանի որ շատ վատ են հարաբերությունները Եվրամիության հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Փորձում են կարգավորել նոր ձևով կառուցել հարաբերությունները Եվրոպայի հետ, դեռևս այդ հարաբերությունները կարգավորումից հեռու են։ Այսինքն Վրաստանի իշխանությունները փորձում են հիմա միայն ամերիկյան ուղղությունը։ Այն կարծիքների հետ համաձայն չեմ, որ միանշանակ պնդում են, թե Վրաստանը գնում է դեպի Ռուսաստան։ Ռուսաստանի ազդեցությունը մի փոքր ավելացել է Վրաստանում, Վրաստանի առևտուրը Ռուսաստանի հետ շատ բան է փոխել, բայց իրականում Վրաստան ավելի խորը դեռևս ինստիտուցիոնալ հարաբերություններ ունի, փաստաթղթեր նաև բազմաթիվ Եվրամիության հետ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Բայց քանի որ Հայաստանում ավելի անկախ արտաքին քաղաքականություն վարող իշխանություններ կան, այդպիսի մանևրերի հնարավորություն է դա տալիս Վրաստանի իշխանություններին։ Եթե ռուսական, պրոռուսական ուժերը գային իշխանության Հայաստանում, Վրաստանը այլևս չէր կարող մանևրել եւ ինքը ստիպված կլիներ կորցնել անկախությունը կամ Ռուսաստանում, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ հարաբերություններում։ Ես իրենց տեսանկյունից եմ փորձում դիտել իրավիճակը, թե ինչպիսին է, այսինքն Վրաստանի իշխանությունների դիտանկյունից կարող է որպես հասարակական գործիչ իմ դիրքորոշումը տարբերվել, բայց շատ կարևոր է նաև հասկանալ, թե իրենց գլխում ինչ է կատարում, իրենք ինչպես են մտածում։ Դրա համար չափազանց կարևոր էր Փաշինյանի հաղթանակը Վրաստանի իշխանությունների համար, քանի որ Բիձինա Իվանիշվիլին նույնպես չի ցանկանում կորցնել իր անկախությունը Վրաստանում, կամ ստիպված պետք է դառնար արդեն Ռուսաստանի գուբերնիա, կամ զիջումների գնար եվրոպացիների առջև եւ իշխանափոխություն տեղի ունենար Վրաստանում։ Այսինքն, որpիսի այդպիսի ընտրություն ինքը չկատարի, Փաշինյանի հաղթանակը շատ կարևոր է իր համար։ Սա մեկ։ Երկրորդը, որը որ ոչ պակաս կարևոր է եւ հնարավոր է նաեւ ավելի կարևոր է, հիմա Եվրամիությունը Վրաստանից պահանջում է մի շարք գործողություններ Ռուսաստանի դեմ, հակառակ պարագայում վիզային ռեժիմը կմտցվի կրկին Վրաստանի քաղաքացիների նկատմամբ, այսինքն առանց վիզային ռեժիմը կչեղարկվի Վրաստանի համար։ Այստեղ շատ կարևոր դերակատարություն կարող ունենա Հայաստանի իշխանությունը։ Չափազանց կարևոր դերակատարություն։ Եթե Եվրամիությունը դիմի այդպիսի քայլերի, կարող է Վրաստանում անկայուն իրավիճակ ստեղծվել իշխանությունների համար։ Եվ այստեղ կարող է Հայաստանի իշխանությունները շատ հետաքրքիր դերակատարություն ունենան, փորձեն խոսել եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի այդպիսի քայլերի չդիմեն Վրաստանի նկատմամբ։ Պետք է նաև ավելացնեմ, եթե արելի է, որ երբ որ Վրաստանին տրվեց կարգավիճակ, Եվրամիության տեխնացուի կարգավիճակ, ես սա լսել եմ Հայաստանի պաշտոնյաներից անձամբ, Հայաստանը շատ մեծ եւ կարեւոր դերակատարություն է ունեցել այս գործում։ Այն ժամանակ եւս այո, փորձեմ ամփոփել այս հատվածը, այս հարցը, փաստորեն չեք բացառում, որ Փաշինյանի միջոցով Վրաստանը կփորձի վերականգնել հարաբերությունները Եվրամիության հետ, հա, այո։ Չէ, դա միանշանակ է նաև։ Այսինքն այո, միանշանակ է Եվրամիության խորհրդարանում, Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի ելույթը հիշեք։ Նա խոսում էր Վրաստանից եւ ասում էր, որ առանց Վրաստանի անիմաստ է
Հայաստանի ընթացքը դեպի Եվրամիություն։ Սա պարզապես ցույց տվեց, որ Վրաստանի իշխանությունները եւս ուզում են կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ։ Այնպես չէ, որ դուք ինչպես նշեցիք, միանշանակ, չոր եւ պարզունակ դեպի Ռուսաստանն է գնում Վրաստանը, այո։ Այլ հարցեր կան Վրաստանի իշխանությունների եւ Եվրամիության պաշտոնյաների միջև, այլ խնդիրներ կան, բայց դա չի նշանակում, որ Վրաստանը հրաժարվում է գնալ դեպի Եվրամիություն։ Հիմա եթե մենք քայլենք Վրաստանի յուրաքանչյուր քաղաքի փողոցներով, մենք կտեսնենք, որ վրացական դրոշերի կողքին Եվրամիության դրոշներ են, ցանկացած պետական հաստատության արչև Վրաստանի դրոշի կողքին Եվրամիության դրոշներ են։ Պաշտոնապես սահմանադրության մեջ համարագրված է, որ Վրաստանը գնում է դեպի Եվրամիություն։ Հիմա այդ քաղաքական գործիչների միջև հարաբերությունները շատ վատ են։ Վրաստանի իշխանությունների եւ Եվրամիության պաշտոնյաների։ Սա է խնդիրը։ Անձնական մակարդակով։ Անձնական մակարդակով է դարձել այս պահի դրությամբ։ Շնորհակալ եմ, պարոն Այվազյան, շատ շնորհակալություն, որ կապվեցիք մեզ հետ, իդեպ չի տեղեկացրել, քանի որ ոչ առաջին անգամ ենք մենք ձեզ հետ զրուցում, մեր լսարանին տեղեկացնեմ, որ Ախալցխայից եք դուք կապվել։ Ախալցխա քաղաքից։ Շատ շնորհակալություն մեկնաբանությունների համար, շնորհակալություն սիրելի բարեկամներ, նաև ձեզ, որ մեզ հետ եք այս հարցազրույցի ընթացքում Էդուարդ Այվազյանի հետ էինք զրուցում, հասարակական քաղաքական գործիչ, քաղաքական փորձագետ, մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն։ Զրուցում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։